Արտյոմ Ադանարյանի սպանության գործը արդեն 10-րդ տարին են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվում։ Ներկա պահին գործը մակագրվել է նորանշանակ դատավոր Հովհաննես Սաֆարյանին եւ վերջինը որոշում է կայացրել, որպեսզի գործի քննությունը սկսի սկզբից 0-ից։ Այսինքն այստեղ մտավախություն կա նաև վաղեմության ժամկետները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վրա հասնելու վտանգը եւ բացի այդ տարատեսակ իրավիճակներ են ստեղծվում, օրինակ նախորդ դատական նիստին Ամբաստանյալի պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին, այնուհետև հեռախոսը զանգի միջոցով էր իբր տեղեկացել, որ դատական նիստ կա նշանակված, իբր շփոթել էր, մեկ այլ դատական նիստի փոփոխության հետ կապված եւ կես ժամ ուշացումով եկավ, հայտնեց, որ ինքը խառնել է եւ տեղյակ չի, որ այսօր նիստ է նշանակված, իսկ Ամբաստանյալը չէր եկել նիստին, նույն պաշտպանի շփոթմունքի հիմքով, ինչը խիստ կասկածելի է, որովհետև որքան հասկանում եմ, ճիշտ է դատավորը նախնական նիստեր նշանակել է մոտ 10 նիստ, սակայն պաշտպանական կողմը նպատակներ ունի այդ նշանակված նիստերը վիժեցնել եւ կրկին այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի դատաքննության ժամկետները սպառվեն, քանի որ այս ողջ 10 տարիների ընթացքում պաշտպան հանրային փաստաբանի պալատի փաստաբան Արամայիս Հայրապետյանը նախորդ դատավորների հետ սինխրոն համաձայնությամբ տևական ժամանակ նիստերը հետաձգել է եւ սա է եղել հիմնական պատճառը, որ դատաքննության տարիները 10 տարին սպառվել են, չհաշված դատավորների հանցավոր անկործությունը։ Այսօր ինչպես նկատեցիք, դատական նիստը սկսվելուն պես իհարկե դատավորը չնախաձեռնեց մեղադրյալին հարցնելու թե ինքը որտեղ է, նիստի ավարտից հետո նոր միայն հիշեց, որ պիտի որ հարցնի թե որտեղ է գտնվել, ինչի չի եկել նիստին, դե բնականաբար նա հայտնեց, որ քանի որ պաշտպանը նիստի օրը խառնել է չի եկել, բայց սա բոլորովին աշտարացող պատասխան չի, որովհետև վերջինը իրեն մեղսագրվող արարք առանձնապես ծանր հանցագործություն է եւ նա պարտավոր է ուղղակի նիստի օրը անմիջապես ներկայանալու դատարան։ Կարող է պաշտպանը կա եւ հայտնի, որ իր պաշտպանյալը հիվանդ է կամ իր պաշտպանյալը քաղաքում չի եկել, բայց ֆիզիկապես դատավորը պարտավոր է տեսնելու ֆիզիկական գոյության մասին։ Պարտավոր է մեղադրյալը գալ դատարան, անկախ նրանից իր պաշտպանը ինչպեսի տեղեկություն կհայտնի, ինչ ինֆորմացիա կտա դատարանին։ Եվ ինչպես տեսակ, մեղադրյալը շատ հոխորտացող տոնով, շատ հիստերիկ տոնով փորձեց խոսել ինձ հետ, կոնտակտի մեջ մտնել եւ հայտնել, որ դժգոհել են հանգամանքից, որ ես դատարանին ասեցի, որ պետք է ֆիզիկապես Ամբաստանյալը գտնվի դատարանում։ Դժգոհեց, որովհետեւ Ամբաստանյալը մշտապես պաշտպանության տակ է Շիրակի մարզի դատարանի դատավորների կողմից։ Այս 10 տարիների ընթացքում հովանավորել են Ամբաստանյալին, դրա համար այսօր Ամբաստանյալը կարող է այդ տոնով խոսել դատական նիստի ժամանակ։ Ամբաստանյալի կողմից դատական նիստին չգալը դա արհամարանք է կոնկրետ դատավորի նկատմամբ։ Ամբաստանյալի կողմից դատական նիստին նման տոնով, նման հնչերանգով ինձ հետ խոսելը դա ինձ չի վերագրվում, վերագրվում է դատարանի նկատմամբ իր արհամարական վերաբերմունքից, անհարգալից վերաբերմունքից, դա ծաղրանք է դատարանի նկատմամբ, ոչ թե իմ նկատմամբ։ Սա է ամբողջ իրավիճակը եւ ես որևէ հույս չունեմ, որ Շիրակի մարզի դատարանում կարող է այս գործը ավարտվի, կարող է այս գործը ստանա օբյեկտիվ վերջնական տրամաբանական լուծում, բացարձակապես որևէ հույս չունեմ։ 6 դատավոր է փոխվել այս գործով, ես որևէ ձեռագրի փոփոխություն չեմ տեսնում։ Նույն հիմքերով, նույն ձևերով, նույն ընթացակարգով շարունակում է քննությունը։ Միակ բանը, որ այս 6 դատավորների ընթացքում տեսել եմ ով է եղել, դա Վահե Միսակյանն է եղել, որի նիստերի ժամանակ եղել է քայլ լռություն, Ամբաստանյալը չի համարձակվել ծպտուն հանել ու մնաց իմ հետ խոսալ ու իմ հետ այդ տոնով խոսալ։ Եվ օբյեկտիվ դատաքննություն են տածել, ցավոք սրտի 1 տարին ընդամենը նրա վարույթում էր այդ գործը, գիտեք տեղափոխվեց Երևան եւ ներկա պահին ես դերևս այլ դատավոր չեմ տեսել, որ ի վիճակի լինի թույլ չտա, որ Ամբաստանյալը տեղից չխոսի, Ամբաստանյալը իմ հետ չմտնի նման խոսակցության մեջ։ Ակնհայտ է, որ նա արտոնված է այստեղ եւ Ամբաստանյալին հովանավորում են։ Սա է ամբողջ վիճակը եւ ակնհայտորեն հուշում այս պատմությունը, որ նա շատ լավ ազատ կարող է ամեն ինչ անել դատական նիստերին, հիջումներին, գիտեք նախկինում ինչ հարձակումներ է կատարվել իմ հանդեպ, ինչ սեռական բնույթի հայհոյանքներ են եղել, ինչ մարմնական վնասվածքներ եմ ստացել, գիտեք այս պատմությունը։ Ես ստիպված մուշի բաժին ամեն նիստի օր գրում եմ, որքան իրենց աճեցրած հանցագործի տիրություն անեն, կան նաեւ որ դատական նիստի ժամանակ հանկարծ խնդիրներ չլինեն։ Չնայած դա եւս ինձ համար բոլորովին ապահովագրական ինչ-որ վիճակ չի բացառում, որ ոստիկանն էլ հենց օրդորեն ներկայություն ունենան, որ այդ իրավիճակը ստեղծվի։ Շատ դժգոհ եմ, շատ վատ վիճակը, Արտյոմի գործի վիճակը, շատ ծայրահեղ ծանր վիճակի մեջ է։